Փետեր չկա հիմա, անտառը փակ է, պետք է ես քնանք ինչ որ որտեղից առնանք բերենք, որ ինչա վառենք։ Վառելափայտն այս տարի վաճառվում է տարբեր բնակավայրերում խորանարդ մետրը 17-ից 25 հազար դրամով։ Սեփական տունը տաքացնելու համար սեզոնին պահանջվում է 10 խորանարդ մետր փայտ։ Մարզերում մարդկանց կատարած այս ծախսը ծխով պատված գյուղերն ու անտառների վիճակը տեսնելով արևային պանել տեղադրող ընկերություններից մեկը պետությանն առաջարկում է գոնե մասնակիորեն վերականգնել պանելների սուբսիդավորման ծրագիրը։ Մենք առաջարկում ենք հատկապես այն շրջաններում, որտեղ շեշտը դրված է փայտով, հատկապես ցավոք սրտի անտառահատված փայտով ջեռուցման վրա շեշտ ադրել եւ պետական աջակցության ծրագրով պահպանել փոխոսքերը արևային կայանների, որպեսզի հնարավորություն լինի ջեռուցել։ Այն, որ փայտով ջեռուցելը գազից կամ հոսանքից շատ էժան չէ, գյուղերում ապրողներին էլ է պարզ։ Ցախն առնում են, կոտրում, կրում, հետո մոխիրը մաքրում ու հաճախ ընդամենը 1-2 սենյակ տաքացնում։ Չնայած մարզերում հիմա տարածվել է կաթսա շահագործելով ամբողջ տունը տաքացնելու մոդելը։ Այսօր մենք վառում ենք կաճոլ, փայտի կաճոլ, ունենանք պանելային արևային, դա մեզ համար շատ հարմար կլինի, շատ ոնց էլ ասեմ, ինտելիգենտ կլինի, ու մենք դրանով ուղղակի մենք ոնց անտառ կկոտորենք, ոնց փայտ կբերենք, պրոստը բյուջեն չի երիքը։ Ֆինանսական հարցում մարդիկ իզուր են վախենում փայտից արևին անցնելու իր առաջարկն է հիմնավորում Էմիլ Ստեփանյանը։ Հուշում նրանք, ովքեր կհասցնեն մինչև մայիս տեղադրել իրենց ինքնավար կայանը, դեռ կկարողանան մինչև 2034 թվականն օգտվել ամռանն արտադրած հոսանքը ձմեռվա համար կուտակելու փոխոսքերի այժմյան գրաֆիկից։ Այն փոխվելու է։ Սուբսիդավորման ծրագրի ավարտից հետո տեղադրման ծախսն իհարկե ավելացել է, բայց վարկի ամսվա մարումներով տարվա համար գրեթե նույն փողն է ստացվում, ինչ սեզոնի փայտի գումարն է։ Երբ որ դու դնում ես արևային կայան, միակ բանը, որ դու վճարում ես 11000 դրամ հաշվիչը փոխելու համար, որը մի տարուց քեզ հետ է գալիս։ Վճարում ես ամսական 25000 դրամ քո բանկին, քո կայանի համար, քո սարքավորման համար, դա սարքավորում է, դա ներդրում է։ Եվ չես վճարում հոսանքի ծախսը։ 4 տարում բնակչի արևային պանելն իր ներդրումը փակում է ու սկսում շահույթի փուլը, անտառը փրկելու, մարդկանց կենցաղը բարելավելու ու տնտեսությունը զարգացնելու իր առաջարկն է պնդում մասնագետը։ Ցույց տալիս ինտերակտիվ քարտեզը։ Եթե ձեռնտու չլիներ, բիզնեսն այսքան կայաններ չէր շահագործի։ Մեր կողմից տեղադրված կայաններն են, նաև կան շատ խոշորները տեսնում եք։ Երկրում ընդհանուր արդեն իսկ 1000 մեգավատից ավելի արևային հզորություն ունենք, պանել տեղադրող մոտ 100 ընկերություն, որոնք սկսել են նաև հարևան Վրաստանում ծառայություն մատուցել։ Մի քանի տարում նման արդյունքի հասնելուց հետո անթույլատրելի է տեխնիկական խնդրի պատճառով զսպել արևային էներգետիկայի հետագա զարգացումը, հայտարարում է ոլորտի ամենախոշոր ընկերության ներկայացուցիչը։ Ամբողջ խնդիրը օրական 4-5 ժամվա տեղաբաշխումն է օրվա այլ ժամերին, որը շատ հեշտությամբ, ճիշտ է, ներդրում պահանջող, բայց եւս մի մոտավորապես 10 տարվա հետ գնումը, որը շատ լավ ցուցանիշ է կուտակիչների, մարտկոցների միջոցով։ Մենք հենց հիմա ունենք այդ կուտակիչների արտադրությունը, արդեն արտադրանք տվել ենք, պրեզենտացիա արել ենք նաև Շվեյցարիայում, նաև Վրաստանում, որտեղ մենք ունենք մասնաճյուղեր։ Փորձագետի կարծիքով Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայում արևի մոտ 15% մասնաբաժինը զգալի ավելացնելու տեղ դեռ ունի։ Հերմինե Բաղդասարյան, Գայանե Թամամյան, Ժիրայր Հաբետյան, լուրեր։